Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախյան մշակութային ժառանգության ոչնչացման մասին զեկույցը ներկայացված է Մեծ Բրիտանիա խորհրդարանին։ Արցախի դրոշը գրգին հեռացված է Էջմիածնի հրապարակեն։ Բաքվի կառուցությունը Հայաստանի տարածքի մասին աշխուժացած է։ Բեյրութի մեջ իսրայելական հարվածի հետևանքով զոհված է 12 մարդ։ Լիբանանյան ռմբակոծությունները կշարունակվին։ Խնաբադ գյուղին մեջ ոչնչացված է 13-րդ տարու խաչկար։ Իրանի նոր քերակույն առաջնորդին առաջին ուղերձը Հորմուզի նեղուցի մասին, բանիրը հայկական խոհանոցին մեջ։ Արցախի մեջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերող զեկույցը ներկայացված է Մեծ Բրիտանիա խորհրդարանին։ Զեկույցին մեջ նշված է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքին ադրբեջանական ուժերը 2 անգամ ռմբակոծած են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, իսկ հետագային այն ենթարկված է կառուցվածքային փոփոխություններով։ Փաստաթուղթը հիշադակած է նաև այլ դեպքեր։ Պատերազմեն ետք ոչնչացված է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կանաչ ժամ եկեղեցին, վնասված են Վանկասարի եկեղեցվող հայկական արձանագրությունները, իսկ Փերծորի Սուրբ Համբարձում եկեղեցին ամբողջությամբ քանդված է։ Զեկույցին մեջ նշված է նաև, որ պատերազմեն ետք եւ հատկապես 2023 թվականի ռազմական գործողություններն ետք Արցախի մեջ արձանագրված են մշակութային հուշարձաններու ոչնչացման եւ փոփոխության բազմաթիվ դեպքեր։ Էջմիածնի կենտրոնական հրապարակին վրա դեղատրված Արցախի դրոշը գրգին հեռացված է։ Վարշավադի համայնքապետարանի ներկայացուցիչներուն փոխանցումով դրոշակագիր սյունը չէր համապատասխաներ քաղաքաշինական նորմերուն եւ դեղատրված էր ոչ սահմանված վայրը։ Վարշավադի համայնքապետի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյան նշած է, որ սյունը դեղատրված էր անհատական նախաձեռնությամբ առանց համայնքապետարանին հետ համաձայնեցման։ Անոր խոսքով աննայ վտանգ կներկայացներ քաղաքացիներուն համար, քանի որ նույնիսկ թեթև քամիեն ջոչված է։ Համայնքապետարան հայտնած է, որ ներկայիս չքննարկվիր Արցախի դրոշը հրապարակեն դուրս այլ վայր տեղափոխելու հարցը։ Միաժամանակ նշված է, որ հետագային համայնքը հետևողական պիտի ըլլա, որբեսի առանց սահմանված ընթացակարգերու համայնքի տարածքին մեջ ոյվե գառույց կամ անց ինքնական բան չդեղատրե։ Հիշեցնենք, որ Արցախի պետական դրոշը Էջմիածնի հրապարակին մեջ տեղադրված էր 2022 թվականի ապրիլին Արմեն Ալեքսանյանի նախաձեռնությամբ։ Արարողության մասնակցած էին նաև քաղաքական եւ հասարակական գործիչներ։ 2025-ին դրոշը մեկ անգամ հեռացված էր, ապա գրգին դեղատրված նախաձեռնողներու կողմէ։ Վերջին ամիսներուն Բաքվի մեջ աշխուժացած է Հայաստանի տարածքին վերաբերող քարոզչությունը։ Ըստ տեղեկություններուն Բաքվի պետական ազերտաչ գործակալությունը վերջին 4 ամիսներուն 137 հրապարակում կատարած է, ուր Հայաստանը ներկայացված է որպես արևմտյան Ադրբեջան։ Այս նյութերը կներառեն համալսարաններու եւ գրթական հաստատություններու մեջ կազմակերպված քննարկումներ եւ մրցույթներ, որոնց նպատակն է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական հող։ Նման հաղորդումներ կդարածվին նաև հեռուստատեսությամբ։ Բաքու TV-ին դարիներ վեր կհերարցակե Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա հաղորդաշարը։ Փորձագետներու կարծիքով այս քարոզչությունը կհագասե տարածաշրջանային խաղաղության մասին հայտարարություններուն եւ գարդացոլե Բաքվի քաղաքական օրագարկը։ Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկություններով Բեյրութի կենտրոնը գտնվող Ռամլեթ Էլ-Բեյդա թաղամասին մեջ իսրայելական հարվածի հետևանքով զոհված է առնվազն 12 մարդ, իսկ 28-ը վիրավորված են։ Հարձակումը տեղի ունեցած է քաղաքի ծովափնյա հատվածին մեջ։ Ականատեսներու խոսքով բայթում է վնասված է մեքենաները եւ մոտակայքեն տեղակայված վրանները, ուր ապրած են այս շրջանները տեղահանված մարդիկ։ Տարածքը փակված է անվտանգության ուժերու կողմէ։ Միևնույն ժամանակ իսրայելական ռեժիմի բանակը հայտարարած է, որ շարունակած է հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններուն, թիրախավորելով Հզբուլլահի ենթակառուցվածքները։ Իր հերթին Հզբուլլահը հայտարարած է, որ հրթիռային հարվածներ հասցուցած է իսրայելական ռեժիմի քանի մը ռազմական կառույցներու ուղղությամբ։ Լիբանանի մեջ ռազմական գործողությունները կշարունակվին, հատկապես երկրի հարավային շրջաններուն եւ Բեյրութի հարավային արվարձաններուն մեջ։ Տեղեկություններու համաձայն օրվան ընթացքին գապ հաստատված է տարածաշրջանի հայկական համայնքներու պատասխանատուներուն հետ։ Նշված է, որ հայկական համայնքը ներկայիս անմիջապես չէ դժուժած շարունակվող ռմբակոծություններն։ Միևնույն ժամանակ տարածաշրջանին մեջ ընդհանուր իրավիճակը կմնա լարված եւ անորոշ։ Ռմբակոծություններ արձանագրված են նաև այլ վայրերու մեջ, սակայն հայկական թաղամասերուն մեջ հիմնական գրանցված են միայն նյութական վնասներ։ Արցախի մշակութային ժառանգության մարդու իրավունքներու պաշտպանի փոխանցումով Բաքվի ռեժիմի կողմէ բռնակրաված Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղին մեջ ոչնչացված է 13-րդ տարու հայկական խաչկար։ Դեղեցությունը հրապարակված է հասարակական ցանցերու տարածված տեսանյութի հիման վրա։ Ըստ աղբյուրի խաչկարը գտնված է գյուղին մեջ ծառի տակ եւ այն վերածված է շինարարական աշխատանքներու պատրվակով։ Մասնակիցներու կարծիքով սա հայկական մշակութային ժառանգության համագարկված ոչնչացման հերթական դրսևորումն է։
Նշված է նաև, որ նման դեպքեր արձանագրված են թե Արցախի մեջ, թե Նախիջևանի մեջ, ուր դարիներ շարունակ իրականացված է հայկական պատմամշակութային հուշարձաններու համագարկային ոչնչացում։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մուջթաբա Խամենեն հանրության հասցեագրված իր առաջին հաղորդագրության մեջ հայտարարած է, որ Հորմուզի նեղուցը փակ պիտի մնա։ Ուղերձը ընթերցված է իրանական պետական հեռուստատեսությամբ, սակայն ան թերևս հրապարակային ելույթ չէ ունեցած իր նշանակումեն ետք։ Միևնույն ժամանակ տարածաշրջանին մեջ շարունակվող լարվածության շրջանակին մեջ նավթային շուկաներուն մեջ կարգնագրվին լուրջ խախտումներ։ Վերլուծաբաններու գնահատմամբ Իրանի գործողությունները կգրնան ասել համաշխարհային ուժանյութային մատակարարումներուն վրա։ Բաները կարևոր դեղ ունի հայկական խոհանոցին մեջ։ Ինչպես Կովկասի շատ ժողովուրդներ, հայերը ունին իրենց ազգային բաների տեսակները, որոնք հատկապես տարածված են լեռնային եւ գյուղային բնակավայրերու մեջ։ Հայկական ընտանիքներուն մեջ բաները հաճախ կօգտագործվի օրական քանի անգամ։ Սովորաբար այն գուտվի հացով, երբեմն նաեւ առանց հացի։ Պատմականորեն հաց ու բաները կհամարվի հիմնական սնունդ, բարձ սակայն սննդարար եւ ավանդական ուտեստ հայկական սեղանին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։